Բարև ձեզ, ձեզ հետ կոնլայվն է Եվ ձեզ հետ է Օմիկ Հովանիսյանը և Ֆիլիպ Պողոսյանը։ Այսօր մենք նորից անդրադառնում ենք դեբատներին և այսօրվա մեր թեման, որը մենք հրաշքով կգնանք։ Չո՞ն սկանալ։ Գագիկ Ծառուկյանի տեսակետի, որը մենք դա Այսօրվա մեր թեման է Գենիալնը։ պետք է արդյոք գնալ կոմպրոմիսի, թե երբեք պետք չէ հանձնվել։ Այսինքն հարցը այն է, կոմպրոմիս, թե no կոմպրոմիս։ Կօգնի մեր 50 դրամը, 50-անոց տան գնում, դու պաշտպանում ես կոմպրոմիսի գնալը։ Եթե արծիվ անգնում, դու պաշտպանում ես ոչ կոմպրոմիս։ Կողմ եմ իրական։ Հանձնվելը, միշտ պետք է հանձնվես ամեն ինչում, ամենտեղ պետք է հանձնվես։ Չկա աշխարհում հաջողության հասած մի այնպիսի մարդ, ով որ խորհուրդ է տալի կոմպրոմիսի գնալ։ Եվ այդ հաշվի առնելով ես պաշտպանում եմ, որ պետք չէ գնալ կոմպրոմիսի, որովհետև դա թույլ մարդու մտածողություն է եւ դժվար թե լավ բանի հասնես, եթե գնաս կոմպրոմիսի։ Պետքա պնդաճակատ լինել, փորձել մի քանի անգամ եւ հասնել քո ուզածին, կարելի է ասել ամեն գնով։ Որ քեզ միշտ ասեն պնդաճակատի մեկը, չէ՞։ Ինչ ուզում են ասեն, թքած են։ Ինչի համար պետք է գնաս կոմպրոմիսի։ Այդ մարդկանց հետ շփվելու ձև է, եթե դու միշտ քո ասածի նման ճակատը պնդասից գնաս բանի, անընդհատ քո ասածը անես, եթե դու անընդհատ գնաս քո ասածին, մարդիկ ուղղակի քո հետ չեն շփվում։ Տեղեր կան, որ դու պետքա գնաս կոմպրոմիսի։ Տեղեր կան, որ դու պետքա ինչ-որ քթածակով մոտենաս այդ իրավիճակին։ Օրինակի համար, եթե դու գնում ես միտեղ աշխատանքի ընդունվելու, ավելի կոպիտ օրինակ բերեմ, ու քեզ աշխատանքի չեն ընդունում, 1 փորձեցի, 2 փորձեցի, 3 փորձեցի, եթե դու հասկանում ես այդ քոնը չի, ոչ թե անընդհատ գնա, ուղղությունը թողը ուրիշ բան։ Եթե մարդ ինչ որ մի բան ուզում է, ու պատկերացրու, եթե ինչ որ մի բան ուզում է ու չի հասնում դրան, հասնում է ավելի ցածր ինչ որ բանի, ոնց կարելի է դա ոչ բավարարելու է քեզ, միշտ քեզ մեղավոր ես զգալու, որ ես ինչ ես փորձեցի 10-րդ անգամ։ Ծովը Թոմաս Էդիսոնը, հա։ Ինքը ասում է, որ մոտավորապես եթե չեմ սխալվում 10,000 անգամ փորձարկում է արել ու երբ որ իրան հարցրել են ասում են ինչ եք մտածում այդ 10,000 անհաջողության, ասում է դա 10,000 անգամ փորձեր կատարելության հասնել։ 1000 անգամ դուրը եկա, որ ասի Տեսլայի անունը տվեցի դուրը եկա։ Մեքենան ինքը նկատում էր երևի։ Եվ այդքանով հանդերձ ես առաջարկում եմ գով ազդայնից միջում է ջուր խմեմ։ Դու ամենահայտնի ջուր խմողն ես։ Դրա համար եթե կան պատմության մեջ այդպիսի օրինակներ, ինչ է նշանակում գնալ կոմպրոմիս։ Դա ամենամեծ հիմարությունն է, որ մարդու մտքով կա, ամենավատ խորհուրդն է, որ մարդը կարող է։ Եթե դու գնում ես ինչ-որ մարդու հետ շփման, դու չպետք է ասես ես գնում եմ, ես ուզում եմ քո գործարանին վաճառեմ, ասենքն 5000 օրինակ ենթարենք կոշիկ, ինքը ասի չէ, դու ասես չէ, ես պետքա վաճառեմ։ Պետքա կոմպրոմիսի գնաս, դու ինչ որտեղ պետք է հասկանաս, որ ասես լավ քո տարբերակը ասա։ Ու իրա ու քո տարբերակը ասելով որևէ ընդհանուր հայտարարի պետք է գա։ Հիմա ես ասեմ մի բան։ Եթե այտենց մտածենք, որ գիտեք ինչ, պետքա գնալ կոմպրոմիսի, որովհետև դա քթածակով բան է, որ այդպես ամեն ինչին կարելի է բացատրություն գտնել ու ամեն ինչ արդարացնել նրանով, որ գիտեք ինչ քթածակով է, որտեղ էս քթածակով է պարկեշտ մարդ են հասկանում եք։ Ու տենց ինչի կհասնի այդ մարդ։ Այդ միջակ մտածողությունը հենց ստեղծում է այդ կոմպրոմիսին գնալով։ Դե դրա համար էլ պետք չի իրականում կոմպրոմիսը գնալ, որովհետև եթե դու որ ասում եմ պետք չի պնդաճակատ լինել ու անել այն ինչով քո հակով չի։
Բա Հենրի Ֆորդը ոնց իր հայտնի մխոց 8 մխոցանի շարժիչը ստեղծեց։ Այ դա ոչ կոմպրոմիս գնալը, որ ինժեներներին անդադ ասում են աշխատեք, ստեղծեք, 6 տարի թե 5 տարի աշխատել են ինժեներները, անդադ ասում են չիլնում, վերջը եղավ։ Այ իրա ոչ կոմպրոմիս գնալու համար։ Իսկ դու ասում ես պետք է պնդաճակած չլներ, կոմպրոմիսի Սա պետք է կյանքը գնալ։ կարող ես չգնաս կոմպրոմիսի, չգնաս, հետո հասկանաս, որ սա կյանքը իզուր ես ապրել ու այդ քո հիմար մոլուցքը ուղղակի փչացրել է քո կյանքը։ Ահա, դրա համար չպետք է գնաս կոմպրոմիսի։ Դրա համար պետք է գնաս կոմպրոմիսի։ Իսկ մետաղադրամը ամենախելացին կպատասխանի, էլի մի հատ քանի Հիմա զանգ մետաղադրամ։ 50 դրամանց է։ Կոմպրոմիս, ոչ կոմպրոմիս։ Ոչ կոմպրոմիս։ Բնականաբար դա Իրական մեր դուսը կողմ ենք ոչ կոմպրոմիսի։ Սևերս գնաս երբեք կհանձնվես։ Չկա հանձնվել, չկա այդպեսի բան, դա ձեր ուղեղն է հորինը։ Գիտեք ինչ, եթե դուք առավոտյան ուշ եք ուզում արթնանալ, դա ձեր ուղեղն է ասում, գիտեք ինչ, մի քիչ նպատակ ինչ է։ Դու բրցես քեզ, գնաս ամեն առավոտ շուտ արթնաս, ամեն առավոտ անես այն ինչ չգիտես, անես, սովորես ու հասնես ամենաբարձր հաջողություններ։ Ու ինչքան մարդ հասել է հաջողության, ինչքան մեծ մարդիկ եղել են, իրանք բոլորը կոմպրոմիսի չեն գնացել, իրանք երբեք չեն հանձնվել, իրանք երբեք չեն կոտրվել։ Ու այսքանով հանդերձ դրա համար մենք ասում ենք մի կոտրվեք ու գրանցվեք մեր YouTube Եվ կանալին։ անպայման սեղմեք զանգակը, որպեսզի մենք ասենք թե նես չենք հանձնվել, որպեսզի մենք ավելի շուտ հասնենք մեր նպատակին։ Ձեզ հետ Ֆիլիպ Պողոսյանը։ Եվ Օնիկ Հովանեսյանը։ Հաջողություն ձեզ լավ։ Հաջողություն։